Բարև ընկերներ, այսօրվա նյութը երկրների զարգացման և այդ երկրների կրոնի փոխկապակցության մասին է։ Եվ այսօր խոսալու եմ Աբրահամյան կրոնների մասին, այսինքն հրեականություն, քրիստոնեություն և իսլամ։ Իսլամական երկրների մեջ, ինչպես պարզ է բոլորիս, գոյություն չունի ոչ մի զարգացած ժամանակակից երկիր։ Միակ երկիրը, որ մի քիչ զարգացած է, դա Մալեզիան է։ Մալեզիայի բնակչությունը կեսը իսլամի դավանանքի հետևորդ են, իսկ այն մեկ կեսը չինական կրոնների։ Եվ Մալեզիայի զարգացումը դա տեղի է ունեցել ոչ մուսուլմանների միջոցով։ Իսկ Աբրահամյան կրոնների մյուս, այսինքն հրեականության մասին այսօր չեմ խոսալու և անցնելու եմ ուղղակի քրիստոնեության ազդեցությունը զարգացման երկրների կամ ժողովուրդների զարգացման հետ։ Ուրեմն, այստեղ ես հիմա ցույց եմ տալիս աշխարհի քարտեզը, նախ բոլոր աշխարհի քարտեզը և մյուս քարտեզում դուք կտեսնեք Եվրոպայի քարտեզը։ Ուրեմն, կարմիրով ցույց է տրված պրոտեստանտ երկրները, դեղինը դա կաթոլիկ երկրներն են, կապույտը դա օրթոդոքսներն են, ուղղափառները։ Ուրեմն տեսնում եք Նյու Զելանդը և Ավստրալիան և արևմտյան մասում Ամերիկան և Կանադան, սրանք պատկանում են պրոտեստանտ դավանանքի հետևորդները, լրիվ հարավային Ամերիկան սրանք կաթոլիկներ են և Ֆիլիպինն էլ կաթոլիկներ է։ Իսկ Աֆրիկայի հարավային մասում, ստեղ էլ գոյություն ունեն, այսինքն համարյա բոլորը քրիստոնեական երկրներ են, բայց այս քրիստոնեությունը ներմուծված կրոն է և ինչպես տեսնում եք, սա ոչ մի զարգացում այս երկրների մեջ չկա, այսինքն չի տարբերվում սրանք կաթոլիկ են, պրոտեստանտ են կամ օրթոդոքս են։ Օրթոդոքս չկա, կաթոլիկ ու պրոտեստանտ մենակ գոյություն ունի այս երկրներում։ Ուրեմն, եթե համաշխարհային քարտեզը նայում ենք, ուրեմն Նյու Զելանդը որոշ չափի զարգացած է, Ավստրալիան զարգացած երկիր է, Ֆիլիպինը զարգացած չի, Էթիոպիան զարգացած չի, հարավամերիկյան երկրները ոչ մեկը զարգացած երկրներ չեն, իսկ Ամերիկան և Կանադան շատ զարգացած երկրներ են։ Հիմա նայենք, տեսնենք Եվրոպայում երկրների զարգացումը կախված իրանց կրոններից։ Ուրեմն, որպես նորից տեսնում եք, կապույտով ես նշել եմ օրթոդոքսները, Հայաստանը, Վրաստանը, Հունաստանը, Բուլգարիան, Սերբիան և այսինքն Մոնտենեգրո և նախկին Յուգոսլավիայի երկրները, գալիս ենք ստեղ Ուկրաինը, Բելառուսը և Ռուսաստանը, սրանք օրթոդոքս երկրներն են, կաթոլիկները Էստոնիա, Լիտվանիա, Պոլանդ, Չեքիան, Սլովակիա, Ռումենիա և Իտալիա։ Եվ այստեղ Պորտուգալիան և Իսպանիան և Իռլանդն էլ գտնվում են կաթոլիկ երկրների շարքում։ Իսկ պրոտեստանտները դա հիմնականում գերմանացիք են, ֆրանսիացիք, Նեդերլանդը, Բելգիան, Անգլիան, Օստրիան, Դանմարկը, Նորվեգիան, Շվեդիան և Ֆինլանդիան։ Իսկ կարող է, այսինքն այստեղ էլ պարզ է, որ Եվրոպայի ներսը շատ զարգացած են պրոտեստանտ երկրները, իսկ կաթոլիկ երկրները զարգացած չեն համարյա,
եւ օրթոդոքս երկրներն էլ զարգացած չեն։ Այստեղ կարելի է ասել Ուկրաինան, Բելարուս եւ Ռուսաստանը որոշ չափի զարգացած են, դա էլ իրանց միլիտար ինդուստրիան է, որ զարգացած է։ Իսպանիան եւ Պորտուգալիան, որ ինչ որ ժամանակ եղել են աշխարհի տերերը, դրանք մնում են ոչ զարգացած երկրների շարքում։ Իսկ կարող է հարցնեք, այս կրոնը ինչ կապ ունի զարգացման հետ։ Ուրեմն Եվրոպայում բոլոր երկրները եղել են կաթոլիկ սկզբում։ 14-րդ դարի սկզբին, այսինքն 1500 թվականին շատ մեծ անախորժություններ է առաջանում Գերմանիայում, այսինքն այսօրվա Գերմանիայում, եւ իրանք շատ դժգոհ են կաթոլիկ եկեղեցուց, փափից, որովհետև կաթոլիկ եկեղեցու մեջ արդեն շատ ուժեղ կոռուպցիոններ տարածված եւ իրանց ղեկավարները, որ որոշվում էր փափի կողմից, դրանք ոչ թե արժանի մարդիկ էին, այլ դրանք հարուստներ են կամ որը որ կարող էին շատ կաշառք տային։ Դրա համար ինչ որ մի շարժում է սկսում Գերմանիայում։ Այս շարժման ղեկավարներից մեկը Մարտին Լութերն էր։ Մարտին Լութերը ինքը հասարակ տերտեր չէր, ինքը նախ ավարտել էր համալսարանը, հետո մտել էր կրոնական դպրոցը։ Եվ ինքը իր թեզը գրում է, որ արդեն մենք պետք է գերմանացի ժողովրդի տրադիցիաներից եւ աշխատասիրությունից ելնելով իրանք տեսնում էին, որ արդեն կաթոլիսիզմը իրանց առաջընթացը խոչընդոտում է իրանց առաջընթացին։ Դրա համար ինչ որ ձևով պետք է ազատվել կաթոլիսիզմից։ Իսկ իրանք չեն ուզում, որ ընդհանրապես կրոնը մեջի ստանեն, այլ ուզում են մեծ ռեֆորմներ կատարեն կրոնի ներսը։ Եվ այսպիսով մի մեծ շարժում է սկսում Գերմանիայում եւ անցնում են աշխատանքի, այսինքն պապի Ռոմի պապին իրանք չեն ընդունում եւ իրանց ամեն ինչը կրոնական, այսինքն իրանց տերտերները շատ համեստ են, իրանք հատուկ շոր չունեն, մի պստիկ նշան կա, որ ինքը կրոնական է եւ հետագայում, այսինքն շարժումն սկսում է, իսկ 1620-ից մինչև 1650 թիվը շատ արունալի պատերազմներ են տեղի ունենում Եվրոպայում պրոտեստանտների եւ կաթոլիկների մեջ։ Այսինքն այս պատերազմները դրա համար չէին, որ ինչ-որ մի երկիր կամ հող գրավեին, այլ դրա համար էր, որ գերմանացի ժողովուրդը ուզում էին, որ ազատվեին կաթոլիսիզմից եւ իրանց համաձայն իրանց տրադիցիայի եւ իրանց աշխատասիրության կրոնը մեծ ռեֆորմների ենթարկեին։ Եվ այսինքն Մարտին Լութերից մի հատ բան մեջբերում անեմ, Մարտին Լութերը մտցրեց, այսինքն կարողացան մտցնին ավետրանի մեջ, որ իրանց վարիանտ, այսինքն պրոտեստանտների ավետրանի մեջ, որ այն մարդը, որ չի աշխատում եւ չի քրտնում, իրավունք չունի հաց ուտել։ Այսինքն իրանք աշխատասիրությունը դնում են առաջի տեղը կրոնի ներսը։ Իսկ ինչու են այսպես անում, ինչու չեն ազատվում կրոնից, որտեղ կրոնը շատ մեծ դեր էր խաղում ժողովրդի կյանքի մեջ այն ժամանակ եւ իրանք այս ռեֆորմով կարողանում են այն Գերմանիայի ժողովուրդը, իսկ հետագայում Ֆրանսիա, Բելգիա եւ հյուսիսային եվրոպական երկրները, որ միանում են պրոտեստանտիզմին, այսինքն աշխատասիրությունն արդեն մտած էր կրոնի մեջ եւ կրոնի ներսով ժողովրդին կարողանում են դրանք էլ որ ծույլ էին, այսինքն Աստծոց վախցնելով իրանց աշխատացնել։ Այստեղ մի հատ հետաքրքիր բան է պատահում Իտալիայում, այսինքն Իտալիայի մասը։ Իտալիայի մասը, Իտալիան կարող է 3 մասի բաժանել։ Մեկ մասը հյուսիսային մասն է, այսինքն լեռներից դեպի վերև, այն մեկ մասը,
արդեն Իտալիայի հիմնական տերիտորիան է, իսկ ստեղ գոյություն ունի նույնիսկ Սիսիլիան։ Իտալիայի ժողովրդից եթե հարցնում ես հարաբերությունների մասին, իրանք ասում են, որ Սիսիլիայի ժողովուրդը դրանք իտալացի չեն, արաբ են, որտեղ Սիսիլիան 400 տարի գտնվել է արաբների տիրապետության տակ։ Դրա համար էլ իրանց լեզվի մեջ ահագին արաբերեն կամ արաբերենին նմանվող բառեր գոյություն ունեն։ Իսկ այսինքն այս բաներ ես այն ժամանակ Իտալիայում էի աշխատում եւ իրար հետ զրուցում էինք, ես հարցրեցի իրանցից։ Իսկ իրանք իսկական իտալացին կարծում են այս կոշիկի մասի իտալիացիք, որ իրանք ապրելու ձև գիտեն եւ հայերի նման քեֆանել ավելի են կերատասում աշխատանքին։ Իսկ երբ իրանցից հարցնում ես, որ Միլան, այսինքն հյուսիսային մասը, ըստ իտալացիների այս ամենազարգացած մասը, իրանք ասում են, որ սրանք իտալացի չեն, սրանք գերմանացի են։ Ուրեմն, նույնիսկ իտալացոնց մեջ, որ իրանք կաթոլիկներ են, իր հյուսիսային մասը շատ զարգացած է։ Եվ ըստ ինձ դա բնորոշում են, որ իրանք թե Ֆրանսիայի, թե Գերմանիայի սահմանակից են եւ իրանք էլ ինչ-որ ձև սովորել են այդ մարդկանցից զարգացումը եւ ընդհանրապես իրանք զարգացումը կատարվել է այս մասում։ Ուրեմն պրոտեստանտներն, ինչպես որ ասեցի, արդեն ստեղծում էին, ստեղծարար ժողովուրդ էին եւ ստեղծարար ժողովուրդը այդքան էլ կարիք չունեն աստուն կամ աստի օգնությանը, որպես մի ավելնորդ այսպես ասած ապահովություն։ Դա իրանք կարողանում են իրանց կյանքը պտտացնեն, Աստված պետք չի տեղել արդեն։ Եվ ինչպես որ ասեցի, իրանք արդեն 14-15-րդ դարից իրանք արդեն զարգացման փուլն են անցնում։ Օրինակ Անգլիայում տերտերները գիտական աշխատանք էլ կատարել են։ Սեր Այսակ Նյութոնը ինքը տերտեր է եղել։ Այսինքն եկեղեցուն կից կողի շենքում ինքը իր էքսպերիմենտներն է կատարի եւ ինքը համարվում է նոր գիտության հայրը։ Ինքը ահագին աշխատանք ունի նույնիսկ օպտիկայի մասին։ Ուրեմն այսպես։ Հիմա ինչ կապ ունի կրոնը զարգացման հետ։ Այսինքն որպես փաստ տեսնում ենք, որ պրոտեստանտ երկրները ամենից զարգացած են այսօրվա աշխարհում։ Նույնիսկ 15-16-րդ դարում բոլոր այսինքն ինդուստրիայի ռևոլյուցիոնները, հեղափոխությունները, այսպես կոչված ինդուստրիայի հեղափոխությունը սկսվել է Անգլիայից, իսկ հետո տարածվել է Գերմանիա, Ֆրանսիա եւ շարունակվել է դեպի հյուսիսային մաս, Դանիա, Նեդերլանդը, Բելգիան եւ այլն։ Իսկ ստեղ եթե պատճառը հետևանքային մենք ճիշտ մոտեցում չունենանք, կարող է սխալվենք։ Ըստենց որ ասեցի, օրինակ Աֆրիկայում հարավային մասը բոլորը քրիստոնյա երկրներ են, բայց իրանց համար չի տարբերվում, իրանք կաթոլիկ են թե պրոտեստանտ են։ Այսինքն ոչ մեծ զարգացում չկա դրանց մեջ։ Դրա համար էս ինչ որ բաներ է հիշեցնում։ Իսկ այդպես որ ասեցի, եթե պատճառը հետևանքը մենք ճիշտ չուսումնասիրենք կամ ճիշտ անալիզ չանենք, կարող է սխալվենք։ Որպես օրինակ ես կարող եմ ասենք թե վաղը Հայաստանը ընդունի պրոտեստանտիզմ։ Արդյոք Հայաստանը կզարգանա։ Ոչ։ Կամ ուրիշ Ռուսաստանն ընդունի։ Ոչ, չի զարգանա։ Այստեղ մենք պիտի իմանանք, որ դա կրոնի ազդեցությունը չէր, որ այս ժողովուրդները զարգացան, այլ որովհետև իրանք աշխատասեր էին, իրանք ընդունեցին եւ ռեֆորմ արեցին կաթոլիցիզմը եւ իրանք առաջացրին մի նոր ճյուղ քրիստոնեության մեջ։
դա գալիս էր իրանց աշխատասիրությունից, իրանց ստեղծագործությունից, ոչ թե որովհետև պրոտեստանտիզմ են ընդունել, իրանք զարգացել են։ Այսինքն կրոնի ընդունելը եւ կրոնը այսինքն համակերպել ժողովրդի կուլտուրային նույնիսկ կատարվել է Պարսկաստանում։ Պարսիկներն առաջից իսլամական կրոնը վեր ընդունել են, իրանք եղել են սուննիներ, բայց Շահ Իսմայիլը արդեն շիե դավանանքը մտցրել եւ տարածել է լրիվ Պարսկաստանում։ Իսկ այն ժամանակին ես իսլամի մասին, այսինքն Պարսկաստանում իսլամի մասին իմ ուսումնասիրությունները կատարում էի, հասային եզրակացության, որ շիեն իսլամի թագավորական ճյուղն է։ Այսինքն սուննիները պարսիկներին մուսուլման չեն հաշվում եւ ճիշտ էլ անում են, որովհետեւ եթե դուք նայեք շիե դավանանքին, իրանց էմամը որ կա, ասենք էմամ Ալին, ալուց հետո իր տղեն է նստում էմամ, իսկ այսպիսով հայրը մեռնում է, տղեն նստում է որպես կրոնական ղեկավար։ Սա թագավորական վարիանտն է։ Այսինքն պարսիկներն էլ իսլամը վերցրեցին եւ իրանց տրադիցիաներով եւ իրանց կուլտուրայով իրանց ձևափոխեցին եւ սարքեցին շիա իսլամ։ Ուրեմն այսպիսով որ ժողովուրդները կարող են ինչ-որ բան վերցնեն, այսինքն իրանց, այսինքն ժողովուրդների զարգացումը մենակ կրոնով չի, բայց նույնիսկ կրոնը կարող են իրանք ձևափոխեն եւ ավելի զարգացնեն կամ ավելի այսինքն նեգատիվ ձևի, բացասական ձևի, ինչպես պարսիկներն արեցին եւ ինչ որ ձև, այսպես ասած, ընտրովի իրանց ղեկավարը եղավ թագավորական, այսինքն էմամի տղեն եղավ նորից էմամ։ Իսկ մի հետաքրքիր բան պատմեմ պրոտեստանտների մասին։ Այսինքն ես մի հատ շատ վստահելի մարդ է ինձ ասի, իմ աշխատակիցներ Էրիքսոնում, ըստ իրան ինքը, այսինքն մի օր որ իրար հետ խոսում ենք պրոտեստանտիզմի եւ այս զարգացման մասին, ինքն ասա, որ Գերմանիայում կան պրոտեստանտական դպրոցներ հին ժամանակներից եւ այս դպրոցներում որ դու շատ մեծ սրահներ ունեն, որտեղ հարյուրավոր իրանք սովորողներ ունեին եւ ճաշասրահը շատ մեծ է, իսկ այն դուռը որ աշակերտները պիտի մտնեն այդտեղ ճաշեն ու դուրս գան, շատ նեղ է, այսինքն 25-30 սանտիմետր ավել չի։ Եբ ինքը, այսինքն հենց որ աշկի աղբում, ինքը հարցրել էր դրա պատճառն այն է եղել, որ այն ուսանողները շատ են ուտում կերանում են, չկարողանան ներս գան, որ ճաշ ուտեն, այսինքն իրանց քաշը պակսի, այսինքն իրանք ստիպված են շատ աշխատեն, որ նիհարեն, որ կարողանան դռնով ներս գան եւ ինչ որ ճաշ ուտեն։ Հիմա ինչու ես այս կրոնի մասին եմ խոսում, հետագայում մենք կտեսնենք, որ այսինքն այս պրոտեստանտ երկրները կամ զարգացած երկրները իրանք ուրիշ հատկություններ էլ ունեն։ Իրանք զարգացած են տեխնիկայով, շատ զարգացած են ստեղծագործություններով, այսինքն որտեղ ես ինքս տեխնիկայով եմ զբաղվում, շատ հետաքրքրված եմ իրանց տեխնիկական ստեղծագործությունը։ Օրինակ Ամերիկայից մի հատ Ford բերեցին Գերմանիա եւ Գերմանիան հիմա լրիվ աշխարհի ամենալավ ավտոները գերմանական են։ Այսինքն այսքան կարողացել են ժողովուրդը կատարելագործել։ Եվ ես իմ 22 տարի ես աշխատել եմ գերմանացոնց հետ, զարմանալի աշխատասեր են, զարմանալի։ Եվ գերմանացիքից ավելի աշխատասեր չինաստանցիք են։ Վերջի իմ աշխատանքի 10 տարին ես աշխատել եմ չինաստանցոնց հետ։ Այս մարդիկ նույնիսկ ինձ թվում էր, որ սրանք չեն քնում։ Այդքան աշխատասեր են։ Դրա համար էլ իրանց աշխատասիրության հետևանքով մենք տեսնում ենք Չինաստանի զարգացումը։ Իրանք 75 թվից սկսել են ինչ-որ ինդուստրի տանել այդ երկիրը, արդեն 50 տարի է։
50 տարվա մեջ իրանք 500 տարվա ճանապարհ են գնացել։ Սա այսինքն իրանց աշխատասիրության հետևանքն է։ Այսօր այսքանը, հաջողություն ձեզ։